Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Հաղորդումը սկսեմ մեր անվանի հայրենակցի հետևյալ խոսքերով։ Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել։ Հպարտ եղեք եւ դուք իմ սիրելի հեռավոր ցեղակիցներ, որ պատկանում եք մի ազգի, որը քանի անգամ ապացուցել է աշխարհին, որ կարող է տալ յուր թանկագին զավակների արյունը ազատության ու արդարության համար։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է հայոց նորագույն զինյալ պայքարի ռահվիրա Գուրգեն Յանիկյանին։ Մեր հաղորդման հյուրերն են Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը եւ պատմաբան հրապարակախոս Գևորգ Յազիճյանը։ Բարի գալուստ պարոնայք, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Իսկ այժմ հարգելի բարեկամներ, դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Գուրգեն Յանիկյանի կյանքի եւ գործունեությանը եւ կշարունակենք մեր հաղորդումը։ Հայոց նորագույն զինյալ պայքարի ռահվիրա Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թվականի դեկտեմբերի 24-ին Արևմտյան Հայաստանի Կարին քաղաքում Ավանդապահ ընտանիքում։ Նույն թվականի կոտորածներից հետո ընտանիքը գաղթել է Կարս։ Սովորել է Ժնևում, Նոր Նախիջևանում, ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ուսանել Մոսկվայի համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում, մասնակցել Վահրամ Փափազյանի խմբի ներկայացումներին։ 1915 թվականին Դրոյի կամավորական գնդի կազմում մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, զբաղվել կամրջաշինությամբ եւ հետախուզությամբ, պայթեցրել է թուրքական զինամթերքի մեծ կենտրոն, պարգևատրվել Գեորգիևյան խաչով։ Ապա աշխատել է Խարկովում, որտեղ ամուսնացել է Շուշանի Քյոմուրջանի հետ։ 1930 թվականին տեղափոխվել է Իրան, զբաղվել ճանապարհաշինությամբ, կառուցել Թեհրան-Թավրիզ երկաթգծի 315 կիլոմետրանոց հատվածը, ստեղծել է Յանիքսով սարքը, ինչով տեսանելի էր ավելի քան 100 մետր խորություն։ 1946 թվականից ապրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նախաձեռնել է սեփական միջոցներով հայոց ցեղասպանությունն ու հայ դատն արտացոլող 20 ժամանոց դրախտ վավերագրական ֆիլմի նկարահանումը, որն անվճար պետք է բաժանվեր ողջ աշխարհով, ինչը չի կայացել ամերիկյան իշխանությունների արգելքով, թուրքական պահանջների հիման վրա։ Հիմնադրել է իր անունը կրող թատրոն, 7 գրքի հեղինակ է, որոնք հրատարակվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն։ 1972 թվականի աշնանը այցելել է Երևան, Մարտիրոս Սարյանի տուն թանգարանին նվիրել կորած համարվող արևելյան սենյակ նկարը։ 1973 թվականի հունվարի 27-ին 78 տարեկանում Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքի Բալթիմոր հյուրանոցում Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի եւ նրա տեղակալի նկատմամբ իրականացրել է վրիժառության ծրագիրը, Սփյուռքում սկզբնավորելով զինյալ պայքար։ Դա տապալտվել է ցմահ բանտարկության։ Մահացել է 1984 թվականի մարտի 27-ին։ Արվեստի եւ գրականության շվեյցարական միջազգային ինստիտուտի անդամ է, նպատակ եւ ճշմարտություն հուշերի հեղինակ։ Պարոն Պետրոսյան, առաջին հայացքից մանավանդ մեր այս աշխարհում պայմաններում կարող է տարօրինակ կամ տարակուսելի թվալ, որ 78-ամյա մի ծերունի, որը արդեն կյանքի մայրամուտին էր մոտեցել, ով նյութապես բավականին ապահով վիճակում էր եւ կարծես թե այս կյանքում այլևս ոչինչի կարիք չուներ, այդ զառամյալ տարիքին դիմում է մի այնպիսի հերոսական եւ ոգեղեն քայլի, որը հիրավան մեր նորագույն պատմության ընթացքում պետք է երևույթ համարենք։ Դուք ինչով եք դա բացատրում։ Նախ խնդիրը բացարձակ նրանում չէ, որ նա կոնկրետ այդ տարիքում եւ այդ պահին որոշեց այդ խնդիրը։ Նրա ամբողջ կենսագրությունը ուղղված էր դրան։ Ինքը փոքր երեխա էր, որ իր մեծ եղբորը իր աչքի առաջ գլխատեցին։ Անցնելով կյանքի մի ամբողջ ճանապարհ եւ գալով որոշակի այդ տարիքին, նա պարզապես պիտի գնար մի քայլի, որով մենակի իր պատերազմը հայտարարեր աշխարհում ցեղասպանությունը մոռացած պետություններին եւ որպիսի իրականացներ իր մենակի պատերազմը, պիտի այդ պատերազմը լիներ այդքան ցուցադրական եւ Սանտա Բարբարա քաղաքում նա պիտի իրականացներ իր արդեն մտածվածը, դա ոչ տարիք տասնամյակներ շարունակ դա ոչ տարիքի հետ կապ ուներ, դա ոչ տարիքի հետ կապ ուներ, ոչ ունեցվածքի հետ կապ ուներ, նա գրող էր, նաև ճարտարագետ էր,
բավականին լուրջ կարողության տեր անձ էր, բայց միաժամանակ եւ ամենից կարևորը նա հայ էր։ Եվ իր վրեժը անպատճառ պիտի կատարեր անգամ կյանքի այդ վերջին փուլում, ինչը նա իրականացրեց Սանտա Բարբարայում, գետին տապալելով թուրքական հյուպատոսին ու նրա տեղակալին։ Պարոն Յազիջյան, փաստորեն Յանիկյանի քայլը կամ խորհրդանշական ձևակերպման ասած Յանիկյանի կրակոցը Սփյուռքում սկիզբ դրեց վրիժառուական կամ զինյալ պայքարի փուլի, որը մինչ այդ չկար, եւ դրանով իսկ մեր պահանջատիրությունը արդեն մեկ այլ հարթության վրա բարձրացավ կամ ներկայացավ։ Եվ այդ առումով կարող ենք ասել, որ 73 թվականի 1973 թվականի հունվարի 27-ը իսկապես պատմական նոր թվական էր կամ նոր իրականություն էր սկսում եւ մինչեւ հարցին պատասխանելը ձեր թույլտվությամբ ընթերցել մեր հերոստատիտողների համար Յանիկյանի հետեւյալ խոսքը, նա ասում էր. «Ես զգում եմ, որ մենակ չեմ մնալու, գիտեի, որ իմ երիտասարդ ցեղակիցները ոչ միայն վերցնելու են իմ պարզած արդարության ու ազատության դրոշը, այլև ավելի բարձր էին բարձրացնելու ու տանելու են ու հասնելու մինչև Արարատի գագաթը»։ Մեծ Եղեռնի 50-ամյակը նշանավորեց մի նոր փուլ մեր հայոց պատմության մեջ։ Ինչպես գիտենք, թե հայրենիքում, թե Սփյուռքում դա նշվեց մեծ տարողությամբ եւ առաջին անգամ կարելի է ասել, որ դա սկադոնից վերածվեց ինչ-որ բանջատիրական, ինչ-որ ցուսադրության։ Դրանից հետո շարունակվեցին նաև դիմումները աշխարհի պետություններին, դարբեր միջազգային կազմակերպություններին, խաղաղ միջոցներ, դարբեր ցուցահանդեսներ, գրքերի հրատարակություն եւ այլն։ Սփյուռքը երում էր այդ օրերին, թե ինչպես անել, ինչ ճանապարհով ընթանալ, այդ որոնման մեջ էր։ Ես փոքր էի այդ տարիքում եւ Բեյրութում էի ապրում, Բուրշամուտ թաղամասում, հիշում եմ պատերի վրա հայտնվեցին այսպիսի լոզունգներ. գփավե ոգեգոչել, մղենք ազատագրական պայքար։ Երիտասարդություն հատկապես ուսանող երիտասարդությունը փնդրդուքի մեջ էր ու այդ փնդրդուքի ժամանակ եղան այդ պատմական կրակոցները։ Այսինքն կիզակետը կամ լուծումը, ավելի ճիշտ լուծումը տվեց ճանապարհը ցույց տվեց։ Այո, պարոն Պետրոսյանցի հետ համաձայն եմ, ճանապարհը արդեն լուսավորեց Յանիկյանի կրակոցները լուսավորեցին այդ ճանապարհը։ Եվ արդեն 73 այստեղ նաև իհարկե այդ մերձավոր արևելքի նաև իրադրությունը իր դրական նպաստ ունեցավ Լիբանանի ասած պատմական առարկայական այո նպաստեցին նաև կողմնակի անհրաժեշտությունը կարողացավ անհրաժեշտությունը արդեն հասունացել էր եւ նաև տեղական շրջանային դարազատ շրջանային պայմանները նպաստեցին որբեսի այդ սփյուռքահայ նոր երևույթը որը զինյալ ազատագրական պայքար էր դա հայտնվի Լիբանանում, դա սկսեց Լիբանանում եւ տարածվեց շատ շուտով աշխարհում մեկ, ինչպես դե այն ժամանակ մերձավոր արևելքում կամ Սփյուռքում ամենից ազգային քաղաքական կամ մշակութային կայացած օջախը դա մեր Լիբանանի հայկական գաղութն է։ Լիբանան եւ Սիրիան էին, համարյա այդ առումով պատահական չի, որ հենց Լիբանանում սկիզբ առավ։ Այո, ուրիշ պայմաններ էլ կային իհարկե նպաստեցին, բայց նաև ճիշտ եք ասում, որ դա հայապահպանման Սիրիահայ եւ Լիբանանայ գաղութները եղել էին ու ես իմ կարծիքով այսօր էլ մնում են այդ դարբնոցը հայապահպանության դարբնոցը որտեղ մինչև այսօր ազգային զգացումները, ազգային պատկանելիությունը ու ամենից կարևորը ազգային արժանապատվությունը, որը մղեց Յանիկյանի իր այդ դարակազմիկ արարքին, այնտեղ շատ ուժեղ դրսևորված են արժանապատվությունը, այսինքն որ հայը թղթի վրա գրելով պայքարելուց զատ նաև կարող է զենքի միջոցով հաղթանակի հասնել։ Փորձվեցին, այսինքն այլևս ելք չէին թողել։ Նույնն էլ Յանիկյանի դեպքում, գիտենք, իր գեսագրությունը, որ մի քիչ առաջ լսեցինք, այդ բոլոր փորձերը կատարել էր ինքը, իհարկե, բայց արդեն այստեղ արդեն կարելի է ասել բարույր սևագի բարերով, երբ չի մնում ելքուճար, խենթերն են գտնում մնար։ Այս դեպքում իհարկե մենք նկատի ունենք սրբազան խենթերին, որոնցից առաջինը եւ հոգեվոր հայրը կարող ենք նկատել եւ իրավամբ եւ մեծ պատիվ իրեն Գուրգեն Յանիկյանին։ Պարոն Պետրոսյան, դուք արդեն ձեր խոսքում նշեցիք այդ մասին, ինչ եք կարծում Յանիկյանը, ես իհարկե իր հուշերում է, որ այդ հանգամանքը հաստատում է, խնդրում եմ այդ
դրա գնահատականը տալ, Յանիկյանի այս քայլով ոչ միայն զուտ գործողություն կատարելու գնաց, այսինքն այդ սպանություն կամ վրիժառություն կոչվել այդ երկու թուրքերին սատկացնելը, դա ինքնանպատակ չէր։ Արդեն քաղաքական կողմերի մասին խոսվեց, նա այս քայլով կատարում էր ոչ միայն զուտ այդ թուրքերին պատուհասելու համար, այլև որպեսի հետագայում իր դատը վերածի քաղաքական պայքարի թատերաբեմի, ինչպես Սողոմոն Թեյլերանն էր ժամանակին, եւ իզուր չէ որ Յանիկյանը այդ քայլը կատարելուց հետո ինքը զանգեց ոստիկանություն, հրավիրեց նրանց եւ կամավոր հանձնվեց որպեսի դատում պայքար մղի։ Այդ քաղաքական դատի որպես նաեւ մարտիկ Յանիկյանին։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նա իրոք գնաց Սողոմոն Թեյլերյանի ճանապարհով։ Այսինքն նա կարող էր սպանել եւ հեռանալ։ Նա կարող էր գործողությունը կատարել։ Մանավանդ ոչ մի վկա չկար, ոստիկան չկար, որ նրան ձերբակալեն։ Բայց նա իր կատարած քայլը ծառայեցրեց դատական մի գործընթացի, որով մեկ անգամ եւս պիտի իմաստավորվեր այն ամբողջ չարիքը, որ աշխարհին բերել էին թուրքերը հայերի առումով։ Չէ որ թուրքերը մեծագույն բռնակալ էին ամբողջ Եվրոպայի, հարավային Եվրոպայի համար, եւ միայն հայերը չէ որ ցեղասպանվում էին։ Մերձավոր արևելքի ժողովուրդների համար, մերձավոր արևելքի ժողովուրդները, բուլղարները, սերբերը, խորվաթները, բոլորն էլ ցեղասպանվել են թուրքերի ձեռքով եւ այս խնդիրը զուտ միայն մարդկայնորեն չէր կարող կայանալ մեկ անձի բավարարմանը, մեկ անձի վրիժխնդրությանը։ Նա բանտային իր սենյակում պիտի ձայնագրի իր կտակը կամ մոտավորապես այն առաքելությունը, թե ինչու ինքը կատարեց, որ այս քայլով նա նաև պիտի վերակենդանացներ հայերի մոտ հողատիրության պահանջը, այստեղ զուտ վրեժի խնդիրը չէր, այլ այնինչ մենք կորցրել էինք։ Նաև կրավորականության այն զգացումը վերանա հայերի մեջ։ Եթե մենք խոսում ենք մեկ այլ ազգի ցեղասպանության մասին, մենք նկատի ունենք, որ այդ ազգը հայրենիք չի կորցրել, նա ցեղասպանվել է Եվրոպաներում։ Իսկ այս դեպքում հայը իր հայրենիքում ցեղասպանվեց եւ կորցրեց իր հայրենիքը եւ այս քայլով նա առաջին հերթին փորձում էր վերակենդանացնել հայության մեջ հողային պահանջը։ Այսինքն քաղաքական ասպարեզում հայ դատիողությամբ տարվող աշխատանքներին նա նաեւ մեկ այլ բարձր աստիճանի նա բարձրացրեց այնպիսի մեկ այլ աստիճանի, որով մենք այնինչ արդեն մոռացել էինք։ Իհարկե, Սփյուռքում շատ ճիշտ նկատեց իմ հարգարժան բարեկամը Գևորգ Յազիկյանը, Սփյուռքում կար այդ պայքարը, Հայաստանում դա միայն 50-ամյակի առիթով սկսվեց, չէ որ դա խորհրդային պետությունը ոչ միայն քնեցրել էր, այլ մոռացության էր տվել հայերի կոտորածը։ Բայց այդ պայքարը ավելի շատ գրում էր տեսական, բնույթ ոչ թե գործնական, զինյալ պայքարի։ Նույն սերնդի մարդ լինելով, ես էլ եմ այսօր հիշում, թե մեր օրերում մենք ինչպես էինք խոսում, թե այդ կոնկրետ կրակոցների, թե դրան հետևած ստեղծված արդեն քաղաքական այն կազմակերպությունների, որտեղ դրանք միակը չէին, մեկը չէր, ստեղծվեցին տարբեր կառույցներ, որոնք աշխարհի տարբեր պետություններում եւ հենց Թուրքիայում, նաեւ այլ պետություններում, որտեղ թուրքական շահ գոյություն ուներ, կարողացան կատարած գործողություններով աշխարհին ստիպել, այո, քաղաքականապես ստիպել, որ օրակարգ զենքի արչև որ օրակարգ վերադառնա հայկական պահանջատիրության, հողային պահանջատիրության խնդիրը, սրանում էր Յանիկյանի մեծագույն քաղաքական քայլը, որ նա կատարեց։ Պարոն Յազիկյան, մինչև հաջորդ հարցին անցնելը, ինչքան հիշում եմ, Յանիկյանի դատավարության ժամանակ այդ ամերիկյան դատախազը, որը ամեն գնով ցանկանում էր, որպեսի քաղաքական դատի կամ պայքարի չվերածի Յանիկյանը, կարծեմ հետագա տարիներին ավելի ուշ փոշմանել է, խոստովանել է, որ սխալ է արել, որ թույլ չի տվել նման բան, չէ՞, եթե չեմ սխալվում։ Բորշից հետո մանանեխի պատմությունն է, դա մեզ, բայց այնտեղ կա մի վտանգավոր երևույթ դատախազի հետ, որը ես բարոն Պետրոսյանցին, այսպես ասած, լրացում կատարեմ։ Այնտեղ ինքը խոսում է, որ ես արիթ չտվեցի Յանիկյանին եւ իր փաստաբաններին ու վկաներին բարձրաձայնելու հայոց ցեղասպանության մասին,
Բայց խնդիրը այո ցեղասպանությունը չէ, Յանիկյանի դեպքում երկու ուրեմն պատկամ ունեին իր այդ գրագոցները։ Զուգահեռ մեկը վրիժարություններ իր անձնական ընտանիքի եւ իր ազգի նկատմամբ Թուրքին ինքը շեշտում է Թուրքին գործած բայրագությունների համար, երկրորդը հայրենադիրության գաղափարը, Այսինքն հողային պահանջների։ Անշուշտ, որովհետև թուրքերի, սա մենք պետք է շատ հստակ գիտակցենք, Յանիկյանը այդ իր բոլոր խոսքերում դա կարմիր դելի նման անցկացնում է, որ թուրքերը ցեղասպանություն իրագործեցին մեզ հայրենազրկելու նպատակով։ Դե ամերիկյան դատախազը պարզ է, որ չէր թույլ տա, որ իրենց Թուրքիան իրենց ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, ինչպես ամերիկյան դատարանում հողային պահանջ։ Հասկանալի է, որ այսինքն նրանք ովքեր ամերիկյան դատարանից սպասում էին իրավական գնահատական, հասկանալի որ նա էր տալիս էլի քաղաքական պատվեր էր կատարում, թեև իրենք հավակնում են, թե դեմոկրատական արժեքներ են պաշտպանում։ Հարցս տալուց առաջ Յանիկյանի խոսքը մեջ բերեմ, որ ասում էր խոսքով ոչ ոքի ազատություն կամ երկիր չի տրվի։ Պարոն Յազիջյան, Յանիկյանի քայլը նաև արդեն խոսեցինք վրիժառության մասին, զուտ վրիժառուական նպատակից զատ ուներ նաև դաստիարակչական, քարոզչական նշանակություն։ Ընդ որում դաստիարակչականը իհարկե մեր ներսի համար, բայց քարոզչականը ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին Այո, շրջանի համար։ այո, շատ ճիշտ է, որովհետև գիտեք ինչ, վերջերս էլ դա փորձվեց արվել, նույնիսկ հայկական միջավայրում, մեզ ուզում են մոռացության տալ մեր գրավյալ հայրենիքի տարածքները։ Սա դավադրություն է, միջազգային դավադրություն է։ Մեզ փորձում են մենակ ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման հարցերով օրորել։ Դա դավադրություն է։ Մեր նպատակը եղել է ու պետք է լինի կամ հայ դադի այսօրվա բովանդակությունը իմ համոզմամբ դա մեր հայրենիքի գրավյալ տարածքների ազատագրության հարցն է եւ ազատագրված տարածքներում կամ այսօր հայկական գերիշխանության դակ գտնվող տարածքների վերահայացումը, հզորացումը, վերահայացումը, ինչ ասեմ, հայրենատիրությունը եւ հայա, այսպես հողահավաքը եւ հայահավաքը։ Հողահավաք եւ հայահավաք։ Այո, այդ տարածքում Յանիկյանի մոտ այս գաղափարն է նաև հնչում եւ իզուր չէ որ նա կարևոր մի բան փաստ ասեմ, որ իր Արարքից առաջ նա եկավ սովետական Հայաստան 72 թվականի աշնանը բերեց իր ամբողջ արխիվը, որ այսօր գտնվում է մեր ազգային արխիվում, կարող են գնալ հadoop ֆոնդ կա Յանիկյանի անունով եւ շատ լավ կլինի որ մեր պատմաբան անձնական ֆոնդ կա, որ մեր ուսումնասիրել, իսկ մնացյալը իր արխիվների մնացյալ մասը մնաց Ամերիկայում, որ հետագայում եւ որքան գիտեմ ներկայումս գտնում է Ֆրեզնոյի դե հուսանք ժամանակի ընթացքում ինչպես արխիվը կվերադառնա, այնպես էլ Յանիկյանի արժունը կհայրենադարձվի, Յանիկյանը կհայրենադարձվի եւ երրաբլերում մեր նորօրյա հերոսների կողքին որպես նրանց պապ կամփոփվի։ Այդ օրը նաև շատ կարևոր մի բան էլ արեց Մարտիրոս Սարյանի մինչ այդ կորած համարվող մի նկար վերադարձրեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, որը իդեպ մեր հրստատիտորին տեղեկացնեմ, այդ մասին նշեցիք, նա ժամանակին հրաժարվեց վաճառել մեր մյուս անվանի հայրենակցին Գալուստ Գյուլբենկյանին հատուկ նպատակով, որպեսզի դա բերի իր հայրենիքին նվիրի։ Պարոն Պետրոսյան, այս հարցը, որ ուզում եմ ուղղել, նպատակահարմար գտա, որպեսզի այդ հարցը Յանիկյանի խոսքերով հնչի։ Եվ ձեր թույլտվությամբ ընթերցեմ Յանիկյանի այդ խոսքը. Հեռավոր, բայց սիրելի հայրենակիցներ, իմ այս ուղերձը ձեզ թող լինի իմ կտակը ձեզ։ Մանավանդ երիտասարդ սերունդի համար, որոնք կերտելու են մեր ապագան, համոզված են, որ մեր ցույց տված ճանապարհով է քայլելու մեր երիտասարդությունը, որ ուրախության եւ հրճվանքի ժպիտ է բերելու մեծերի դեմքին ու հավատք նրանց սրտերում, որ մոտ է ապագան, մոտ է հաշվեպահանջի ժամանակը։ Երկաթապատ իմ խցում դա կլինի ամենաթանկագին նվերը ինձ, Ալեզար Ծերունուս, որ զոհաբերեց իր կյանքը իր ժողովրդին։ Այսինքն Յանիկյանը այս խոսքը ամենևին է պատահաբար չէ, պատահական չի, որ ուղերձը իր կտակը ուղում է առաջ ներթին մեր երիտասարդությանը եւ վերջին շրջանի իրադարձությունը ցույց տվեց, ապացուցեց, որ մեր երիտասարդ արդեն երեխաներ չէ, որտեղ տղամարդ են, ցույց տվեցին իրենց պատանիները, երիտասարդները Հարիկյանի
այս падգամների, այս վրիժառուական ոգու հավատարիմ կրողը, շարունակողը եւ դրա զարգացնողն են։ Ես կասեի իրականացնող։ Իհարկե առաջին հերթին իրականացնողը, հավատարիմ մնացող իրականացնող։ Այնուամենայնիվ ես մի փոքրիկ էքսկուրս կատարեմ։ Խնդիրը միայն նրանում չէ, որ ինքը կանխատեսեց ապագան։ Իրոք ինքը կանխատեսեց։ Այլ նրանում, որ հայը մի օր պիտի վերազարթներ։ Եվ վերազարթնած հայը պիտի նաև պահանջ ներկայացներ, թե այն հարևաններին, ովքեր տիրում էին իր հողերը, եւ թե այն հարևաններին, ովքեր փորձում էին մոռացության տալ հայ ազգի այդ մեծագույն ողբերգությունը։ Ոչ միայն մոտիկ, այլև հեռավոր հարևաններին։ Ես նկատի ունեմ ոչ միայն մոտիկ, այլ նաև հեռավոր եւ հատկապես մոտիկ հարևաններին։ Եվ դա սկսվեց 1988-ին։ Դա միայն 3 չէր։ 1988-ին ոտքի կանգնած Արցախյան հայ ազգը ազատամարտով պահանջ ներկայացրեց աշխարհին, որ ինքը պիտի վերատիրի գոնե իր կողքին գտնվող մի փոքրիկ հողահատվածի Արցախին։ Եվ այն սերունդը, իսկ մենք այստեղ նստածներս հենց այդ սերունդի ներկայացուցիչն ենք, մասնակից դարձանք թե օպերայի հրապարակը ազատության հրապարակ կոչելուն, թե այդ հրապարակից պատերազմի դաշտ գնալուն։ Եվ այնինչ կատարվեց, դա այդ սերնդին գրեթե կանխատեսել ու փոխանցել էր Յանիկյանը։ Փոխանցել էին նրանք, ովքեր Յանիկյանի գործը վերածեցին քաղաքական խնդրի։ Ոչ միայն կյանքում քաղաքական իրականություն դարձրեցին, ինչպես ոչ միայն քաղաքական, այլ նաև տարբեր երկրներում իրականացրած գործողություններով վերածեցին իրականության։ Այո, մեր սերունդը, որը կարծես թե մոռացել էր, թե ինչ է պատերազմը, կամ պատերազմի մասին, կամ ցեղասպանության մասին գրքերում պիտի կարդար, իրականում իր կաշվի վրա տեսավ եւ Սումգայիթի, եւ Բաքվի, եւ հայկական տարածքների ցեղասպանությունը եւ միաժամանակ պայքարեց դրա դեմ ու կարողացավ ազատագրել մեր թշնամի հավերժական թշնամուց Արցախ պատմական նահանգը։ Եվ ասեմ ամենակարևորը, որ նրանց զավակներն արդեն, որոնք այսօր 18-20 տարեկան են, մեր բոլորի աչքի առաջ Արցախյան երկրորդ պատերազմում, ընդամենը 4 օրյա պատերազմում կոտրեցին այդ թշնամու ատամներն ընդհանրապես Յանիկյանաբար եւ Յանիկյանաբար կոտրեցին եւ այն դիակները, որ սփռված էին մեր սահմանի եզերքով ու որը բոլորս տեսնում ենք, դա հենց Յանիկյանի կրակոցից առաջացած դիակներ էին հենց հիմա ու մեր սահմանի մոտ։ Պարոն Յազեջան, գործնականությունից խոսեցինք, այսինքն կյանքում իրականություն դարձնելուց, ձեզ այս հարցը որպես պատմաբան եմ ուղղում, մինչև Յանիկյանի այդ վրիժառուական քայլի իրականացումը ամբողջ աշխարհում հայության, թե ցեղասպանության եւ թե հայկական հարցի պահանջատիրության նկատմամբ ուշադրություն գրեթե չկար, բայց սրանից հետո 73 թիվը նաև դարձավ ելակետային, հետաքրությունը կտրուկ աճեց եւ արդեն սկսվեց հարյուրավոր հազարավոր հրատարակումներ տարբեր օտար լեզուներով։ Նաեւ Յանիկյանը իր կրակոցով նաեւ նպաստեց ամբողջ աշխարհում մեր պահանջատիրության հայ դատի քարոզչությանը, որ ուզեն-չուզեն ստիպված էին լինում ամեն անգամ իհարկե Յանիկյանը եւ նրան ջանաբարով ընթացած Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, հայկական արտարության, ցեղասպանության արտարության մարտիկները, հայեղափոխական բանակը, հայկական նոր դիմադրություն եւ մյուս հայկական կազմակերպությունները։ Ես երկու փաստ այստեղ ներկայացնեմ, ուրեմն Լիբանանյան մամուլը ուսումնասիրած եմ ես 75-ից մինչև 87 թվական ոչ հայկական մամուլում այդ ակտիվ հայկական այդ զինյալ ազատագրական պայքարի աշխուժ ժամանակաշրջանում շատ հետաքրքրական մի օրինաչափություն հայտնաբերեցի, ուրեմն յուրաքանչյուր նոր բարբերական, որ սկսել է հրատարակվել Լիբանանում, առաջին 3 համարներից մեկում անպայման անդրադարձել է հայկական հարցին, հայկական ցեղասպանության եւ առհասարակ հայկական բանջատիրության։ Երկրորդ օրինակը Le Monde ֆրանսիական հռչակավոր օրաթերթը,
Ուրեմն այստեղ ես հայտնաբերեցի Դիգին Անահիտ Մենեմշյանը, ժուրնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալը, մի ուրեմն մենագրություն ունի, որտեղ գրած է, որ մինչև 75 թիվը Le Monde թերթում հայկական թեմաներով լույս են տեսել շուրջ 700 հրապարակումներ, որոնց մեջ հայկական հարցը եւ ցեղասպանությունը ամենավերջին դիրքերում է, ընդհանրապես մշակույթի մասին է։ Սակայն ունեցած տվյալները ցույց են տալիս, որ նույն ժամանակաշրջանում 73-ից մինչև Արցախյան ազատամարտի սկիզբը 90 թվականը, այսպես վերցնենք, ավելի քան 700 հրապարակումներ եղել են նույն Le Monde ամսագրում մեծամասնությամբ արդեն նվիրված հայկական հարցին։ Այսինքն Յանիկյանը եւ նրա ժառանգները, զենքի ժառանգները, շարունակողները էապես ստիպեցին աշխարհին գրել, խոսել, որպեսզի քարոզություն ակտիվանա։ Դրա հետևանքը նաև եղան այդ իրար հետևած, այսպես ասած, ցեղասպանության ճանաչման բանասերերը, թե մեր խնդիրը, ինչպես շեշտում եմ, մենք հայրենիքի ազատագրության հարց ունենք եւ ոչ թե մենակ ցեղասպանության ճանաչման բարոյական խնդիր։ Հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Հարգելի ռադիոդիտողներ, այսօր փորձեցինք մեր հարգարժան հյուրերի օգնությամբ մեր հանրությանը հատկապես երիտասարդ մեր մատաղ-սերունդին ներկայացնել Գուրգեն Յանիկյանի այդ ոգեղեն հերոսական կերպարը։ Հուսանք, որ ամենևին էլ ուշ չէ այն օրը, երբ Յանիկյանի աճյունը հեռավոր Ամերիկայից կտեղափոխվի, կհայրենադարձվի եւ կամփոփվի Եռաբլուր զինվորական պանթեոնում մեր նորօրյա մյուս հերոսների հետ։ Եվ հաղորդումը ավարտեմ Յանիկյանի հետևյալ պատգամով։ Ամեն մի ազգապագան իր մատաղ ազգի ձեռքում է։ Դուք, իմ սիրելի երիտասարդ ցեղակիցներ, որ ծրված եք աշխարհի 4 կողմը, պիտի ապացուցեք աշխարհին, որ արժանի հետևորդն եք ձեր մեծերի։ Այն մեծերի, որոնք դեն շպրտելով ամեն ինչ ու զոհելով իրենց կյանքերը բարձրացրին ազատության դրոշը եւ ավետեցին աշխարհին, որ հատուցման ժամը հասել է։ Ու ողերիվ թշնամին դաժան թուրքը պատասխան պիտի տա իր գործած ոչրագործությունների համար։ Հարգելի հերոստատիտողներ, հայորդին էր հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր հայոց նորագույն զինյալ պայքարի ռահվիրա Գուրգեն Յանիկյանին։ Առայժմ այսքանը ճանաչենք հայորդիներին։